Եվրամիությունը փորձում է թույլատրել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ եւ ուժեղացնել ազդեցությունը հանրապետության վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։ Եվրամիությունում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների եւ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար, միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը հանրապետության ներսում ընթացող գործընթացներին։ Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։ Հանրապետությունում արդեն 2 առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ, նշել է Կալուգինը։ Նրա խոսքով անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության եւ բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկում։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենն անդրադարձել է նոր ատոմակայանի հարցին, հայտնելով, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը կարող է բավարարել երկրի կարիքները եւ ապահովել էլեկտրաէներգիայի էժան սպառողի համար եւ խթանել երկրի արդյունաբերության աճը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում դիվանագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին բարձրաբանել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը։ Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք, նկատել է Կալուգինը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնյան անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Ըստ Միխայիլ Կալուգինի 2025 թվականի ամռանն Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացու ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին։ Անվերապահ առաջնահերթություն է մնում Ռուսաստանի Դաշնության 11 քաղաքացու ազատ արձակումը, որոնք 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը կալանավորվել են Ադրբեջանում։ Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը սերտ կապ է պահպանում ինչպես նրանց, այնպես նրանց հարազատների հետ, պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցն ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ, նշել է նա։ Ադրբեջանում Ռուսաստանի 11 քաղաքացի ձերբակալվել էր Իրանից թմրանյութերի մաքսանենգության եւ տարածման, ինչպես նաեւ կիբերխարդախության մեղադրանքով։ Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք գոյություն չունի եւ որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում։ Այլընտրանք չկա բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում։ Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն ապարդյուն եւ կհանգեցնի միայն իրար հաջորդող ձախողումների, նշել է նա։ Ղալիբաֆի խոսքով, որքան Միացյալ Նահանգները ժամանակ ձգի, այնքան ամերիկացի հարկատուներն ավելի բարձր գին կվճարեն դրա համար։ Ավելի վաղ Իրանը Միացյալ Նահանգներին ուղարկել էր հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ առաջարկն անընդունելի էր որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների, առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Մայիսի 11-ի երեկոյան Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը, նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել։ Թրամփը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Սակայն նրա խոսքով Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէր։ Թրամփի պնդմամբ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ն հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն Իրանի վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել։ Իրանը եւ Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանով, ասված է Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քազեմ Ալ-Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը եւ ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Փաստաթղթի համաձայն իրանական կողմը տեղեկություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին։ Եվրամիության խորհուրդը հայտարարել է Սիրիայի հետ համագործակցության համաձայնագրի մասնակի կասեցումը դադարեցնելու որոշման մասին։ Դա նշանակում է համագործակցության համաձայնագրի լիարժեք կիրառման վերականգնում, որը կարևոր քայլ է Եվրամիության եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում, ասված է խորհրդի հայտարարությունում։ Կասեցումը վերաբերում էր սիրիական մի շարք ապրանքների, այդ թվում նավթին, նավթամթերքին, ոսկուն, թանկարժեք մետաղներին եւ ադամանդներին։ Բրյուսելը բացատրել է, որ սահմանափակումների չեղարկումը համապատասխանում է Եվրամիության ավելի լայն քաղաքականությանը, աջակցելու Սիրիայում խաղաղ ու ներառական անցմանը եւ նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վերականգնմանը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։